Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը շատ լավ է, իմը այսպես ման գալու տրամադրություն է հետևորդներ ջան, ման են գալիս, տեսեք ընտանիքով գնում ենք ջրաշուշանների աշխարհ, շատ մի հատ հետաքրքիր վայր եմ գնում հետևորդներ ջան, որտեղ ձեզ սպասվում է շատ լավ, շատ նորություններ, լավ նկարահանումներ, շատ հետաքրքիր վայր եմ գնում։ Այդ ջրաշուշանների տեղը գտնվում է Կույբիշև գյուղում։ Ինչ? Ուրասար։ Հա, Ուրասար, ամուսինս այդպես է հուշում, դե այս կողմերը ես տես շատ լավ չգիտեմ։ Հիմա բարձրանում ենք, այդ ճանապարհին ենք, գնում ենք դեպի այդ հրաշք վայրը, հետևորդներ ջան, գնանք տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ։ Ես էլ ճիշտն ասած առաջի անգամ եմ գնում այդ վայրը, ոչ մի անգամ չեմ գնացել, այսքան տարի այստեղ եմ եղել, բայց ոչ մի անգամ չեմ գնացել, ինձ համարել է շատ հետաքրքիր, թե ինչ տեղ է գտնվում։ Կգնամ եւ այնտեղից կմիանամ եւ ամենայն մանրամասնորեն ձեզ կներկայացնեմ։ Այս ճանապարհը կհիշեք, հեսա ցույց տամ, սա Սուրբ Նշան տանող ճանապարհն է, այս ճանապարհով են գնալու այդ գյուղը։ Շատ լավ ու հետաքրքիր վայրեր ունենք մենք։ Ստեղուց էլ նայեք քաղաքը ինչ լավ երևում է, ինչ բարձրության վրա ենք եւ մեր Ստեփանավան քաղաքը ինչքան սիրուն երևում է։ Այստեղից նայում եմ, արդեն մեր Արաքսան ընդդիկետը երևում է, ես տեսնում եմ, դուք կարող ա չտեսնեք, sense բան անեք, բայց ես այստեղից տեսնում եմ, տեսեք թե ինչ լավ, շատ լավ տեղ է, եւ մենք գնում արժի, որ ապրում ենք Ստեփանավանում, չէ, արժի, չէ, բնության համարելը արժի, հետևորդներ ջան։ Շատ լավն է ճանապարհն է, լավ, այսօր լավ էր, բախտս բերեց, արև եղավ, այս 2-3 օրը անձրևային եղանակ էր, այսօր մեկ է տեսնեմ արևա, ամուսնուս ասեցի, այսօր էդ ենք պլանավորում, գնում ենք ջրաշուշանների աշխարհ, այնտեղ մենք ծանոթներել ունենք, այս գյուղը մենք շատ ենք եկել, որ նկարահանումն ավարտելուց հետո գնալու ենք նաև մեր ծանոթների տուն, անակնկալ չգիտեն, որ իրանց տունել են գնալու, կգնանք, լավ ժամանակ անցկացնենք եւ նորից հետ կգանք։ Այսա մտանք Արմանիս գյուղ, այս Արմանիս գյուղն է, իսկ այնտեղ որ նայեք դեղին սեն շենքեր են, հեսա մոտիկանանք մի քիչ կերևա, դա մեր ոսկու հանքերն են, այն էլ ընդեղ են իշն է Ռոբեն, այն հանքն է այն բաները, որ երևում է, հա, այս հանքն է, հետևորդներ ջան, այդ որ տենում եք սենց բլրանման բաներ է, հողեր է երևում, դա հանքն է, իսկ այս կողքը դեղին շինությունը որ կա, այդտեղ ոսկին վերամշակվում է եւ դառնում է ոսկի։ Հումք է դառնում։ Հեսա մոտիկացանք Բայց ես իշքան լսել եմ, սրա մասին էր, չէ, խոսքը, որ ժողովուրդը դեմ էին, որ ոսկու հանքը գործի գյուղում, առհասարակ Ստեփանավանում, որովհետև օդը ինքը շատ դեմ է, որ գործի հանքը, այդ ինչա գործում, այս պահին չգիտենք հետևորդներ ջան գործում է թե չի գործում, բայց հաստատ գիտենք, որ ժողովուրդը համաձայն չեն, բայց արևքում համաձայն են, որ իրոք դա այդպես է, այդ թունա, որ օդը վնասում է մարդկանց առողջությանը, ինչքան էլ ասենք, թե հա լավ աշխատավայրը լավ վիճակում է, ամենալավ մարդիկ աշխատել ապրել, բայց դե առողջությունից թանկ, մեկ էլ առողջությունն է։ Բավականին է երկար է, այս ինչքան մոտավոր արդեն մի 15 րոպեա ճանապարհ ենք գնում, դեռ չենք հասել։
ճանապարհները վնասված են, էդ էր երևի պատճառը։ Էսա չէ, էս բանն էլ էս հանքն է, տեսեք, սա էլ։ Տեսեք, թե ինչ վատ ճանապարհ է, հետևորդներ ջան, մի կերպ դանդաղ գնում ենք, որովհետև մեքենայի տակը ցածր է, չվնասվի, բայց այս ճանապարհը պետք է վերանորոգվի, էլի, սիրուն տեսարժան վայր տանող ճանապարհ է, պետք է որ ճանապարհը լավ լինի, որ մարդիկ կարողանան գնալ գան, ինչու նաև մեր տուրիստները։ Են դաշտում է, տեսեք առագիլներ էլ են, ինչ լավ իջել են դաշտի մեջ։ Լավն են, հավեսին, այստեղ մոտիկից ռոպլս մի հատ էս առագիլի նկարեմ, հələ պայի տողը, տեսեք ինչ սիրուն է, ընդեղ էլ էլի կան, 200 ռոպեն կողմն են, հələ քանի կան, մոտիկացի կամերան, լավն են, Հեսա երևի մի 5 րոպեից արդեն կհասնենք, ինձ տենց է թվում, որ արդեն մոտենում ենք, գնանք հետաքրքիր է մի հատ տեսնենք։ Բայց ես ինչ օմայի դաշտեր է, չէ, ոչ մի բան չկա դաշտերում։ Խոտ է, ստեղ ինչ է։ Հրես խոտ անձած, դա խոտ արկն է իրանք։ Հա։ Տվել են, ասեք ժողովրդի ժամա խոտի տեղ է։ Հին գյուղը։ Ճանապարհը մեկը էլի վատնա, քարոտ է, շատ դժվար անցնող ճանապարհը։ Ծառերն էլ երևի վայրի խնձոր։ Նա ինչ լավ կարմիր գույնի էլ կա, այս էլ է խնձոր, հա։ Խնձորի ծառներ ամբողջ ճանապարհի։ Վրանցից էլ լավ չիր կարա կլինի էլի այդ խնձորից։ Սիրուն կարելի է քաղել և չիր պատրաստել։ Հետևորդներ ջան, արդեն իջել եմ մեքենայից, ճանապարհը շատ ինքը վնասված ճանապարհ է, նոր գալիս էին դիմացից մեքենա էր գալիս այդ վայրից եւ մեզ զգուշացրեցին, որ մեքենայով անգամ չփորձենք մի քիչ առաջանալ, որովհետեւ շատ քարքարոտ է, կվնասվի եւ չեն կարող այնտեղից դուրս գալ։ Հիմա արդեն մոտենում ենք եւ բայց ճանապարհ ունենք ոտքով գնալու, հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ է այստեղ փակցված ջրաշուշանների մասին, խնդրում եմ կարդացեք, թե ինչ տուգանք է սպասվում, ովքեր որ հանկարծ կփորձեն վնասել ջրաշուշաններին, դրանք գրված են կարմիր գրքում, պատկերացնում եք, այս ջրաշուշանների մասին է խոսքը, հիմա հեսա մոտենալու ենք, տեսեք ցույց տամ, այնտեղ նայեք, մի հատ լիճ է երևում, հենց այդտեղ է գտնվում, բայց հələ մի հատ տեսեք, թե ինչքան ոտքով ճանապարհ կա դեպի այդ լիճը, բայց մեծ սիրով գնալու եմ, որովհետև սիրում եմ նման տեղեր այցելել։ Հիմա հեսա իջնենք եւ գնանք։ Կիսուրս արդեն ճանապարհ անգե։ Ալտենամ Ռոբը գալիս է, Ռոբ գալիս ես։ Չէ։ Ամուսինս դե ոտքը վնասված է, հետևորդներ ջան, չի կարող ոտքը գալ, ստիպված եղավ մնալ մեքենայի մեջ, որովհետև չի կարող հաստատ էլի որ գա։ Հիմա ես ու կիսուրս կգնանք երկուսով, սիրուն մանգալով, հավեսով կգնանք, ոչ մի բան էլ չկա, կարևորը արդեն եկել հասել ենք, մոտեցել ենք, բարդ ճանապարհով ցույց տվեցի, արդեն անցել ենք։ Հիմա էլ այսպես հավեսով, եղանակն էլ է շատ լավը, նպաստող, ուրախ, լավ, այնպես որ մենք էլ սիրուն ոտքով կգնանք։ Այն ավտոն տեսար ջիպ էր, բայց բան էր, տակերը բարձր էր, բայց էլի չէր կարողանում անցնել։ Իսկ մեր մեքենան Մերսեդեսը տակերը ցածր, հաստատ չենք կարողանալու, էլի գնանք, ոչ մի խնդիր։ Այնտեղ բամբուկներ են, այն այնտեղ սաղ բամբուկներ են։
Բայց այս տեղերի համար, այսինքն որ մարդիկ գալիս են, տեսնում են, հետաքրքրված են, պետք է այս ճանապարհները մի քիչ գույնը վերանորոգվի, որպեսզի մեքենաները անցնեն եւ հաստատ կզարգանա տուրիզմը, էլի, եթե 1-2 արդեն գան, սկսի արդեն առաջ խաղացում։ Հավեսինա, օդը մաքուր, ուրցի հոտ ասած գալիքը թվստալի հեն այդպես, սաղ ճանապարհ, ասեմ ես ուրցի հոտը որտեղուց, սաղ ճանապարհը ուրցա, հավեսով հոտ ասած գալիս է, քամի էլ կա հետը, արև կա, խառը եղանակա, ուրախ եղանակա։ Գնանք մինչև Ոյ հլես ճանա, այսպես երևի գնանք, այսենց, հա, գնանք, բայց հլը հեռու է, հլը կա, հագին, պետք է գնանք, ջանգիլումի ծաղիկներ են ճանապարհին, ինչքան ենք ջանգիլում խաղում երեխաներով, հարս ենք դառնում, երգում, պարում, փողը հավաքում, վերջում է քեֆ անում։ Այս ճանապարհը հլը շատ բարդ ճանապարհ է։ Այստեղ էլ տեսեք սաղ բամբուկներ են։ Բամբուկներ, սաղ այսենց ջրերի մեջ են։ Չէ, քարերը սաղ հաստատ կվնասեր։ Հլը տեսեք ճանապարհը, հաստատ մեքենան չէր կարող էլ ինքը բարձրանալ այս քարերի վրայով եւ անցներ։ Ափսոս ամուսինս չկարողացավ գալ տեսնել, բայց դե ոչինչ։ Այդ ինչ է։ Ուրց։ Այս օլը, հա, լավ ուրցեր կան։ Սուր հոտը, բայց նայեք, այսպես ծաղկել է ուրցը։ Հա, պետք է տենց սուր լինի, հետն է ծաղկացն էլ, չէ, չի խանգարը, միշտ լինի։ Մարդիկ ծասմա ծաղկացն ավելի լավ։ Սուր է ուժեղ հոտը, հա։ Այս էլ է սպիտակ ես ջանգիլումներն են։ Բայց մեր մոտ սրանք դեղին էին, է լինում։ Արտաշատում սրանք դեղին։ Բայց սրանք ի՞նչն են։ Ինչ է։ Օշինդրա, աման, հա։ Օշինդր։ Տեսեք։ Լիքն է, շատ լիքը տեսեք ինչքան կա։ Այսի է իսկականը, այո, հետևորդներ ջան, սա է իսկական բուժիչ օշինդրը, որովհետև այստեղ մեքենաներ 1000-ից մի անգամ են գալի տարվա մեջ եւ տեսեք թե ինչտեղ է գտնվում եւ ամենաառողջարարն է, լիքն է, մի հատ տեսեք սենց հանծայրածիր։ Հետ ընկանք են, չէ ոնց որ մոտենում ենք, են երևաց։ Ահա, երևաց գնացինք, այ տեսեք թե ինչ է մեզ սպասվում։ Արդեն ես հեռվից գեղեցկությունը նկատում եմ, հետևորդներ ջան։ Մի քիչ ինձ մոտեցնեմ, նայեք, արդեն իսկ հեռվից ես գեղեցկությունը նկատում եմ, արտակարգ գեղեցկություն, վերջն է, մոտիկացրել եմ, բայց հեսա իրականում էլ արդեն ցույց կտամ, բան չմնաց, մոտեցանք։ Արդեն այս դեմից է սկսվում, նախորդ զգուշացված էր, այնտեղ փակցված էր, որ հանկարծ ձեռք չտալ եւ չվնասել, թե չէ տուգանք է սպասվում։ Իսկ մենք սիրում ենք հետևել կարգ ու կանոնին, ինչ գրված է, այնպես էլ պետք է անենք,
որ խնդիրներ չառաջանա։ Դա համարվում է բնության գեղեցկություն։ Պատկերացրեք, որ ամեն մեկը ու ձեռք տա վնասի պոկի, ինչ տեղի կունենա, հաստատ այն գեղեցկությունը չի պահպանվի, որ հիմա ես հեռվից հեռու նկատեցի եւ սենց անհամբերությամբ գնում եմ, որ մոտիկից նկարահանեմ։ Բան չմնաց, մի քանի քայլ եւ ես արդեն հասնում եմ ջրաշուշանների վայրը, աման, հրաշք, գեղեցկություն, հիմա արդեն վերջապես հասա, հիմա մոտենամ եւ ուշադրություն, Են ծաղկում է, բայց մի հատ խնդրում եմ նայեք հետևորդներ ջան, տեսեք արդեն ծաղկում է, հեսա մոտեցնեմ, տեսեք ծաղիկները են, մի հատ ծաղիկ ներևած ջրաշուշանների ինձ ձև են ամբողջ, չլե մի հատ խնդրում եմ նայել ամբողջ լիճը ջրաշուշաններով ողողված է, այստեղ էին ասել անեզր գեղեցկություն, որ կողմից պահում ես, մի հատ նայեք ջրաշուշաններ են մեջը, արտակարգ, կամ որ նշում են, որ ձեռք չտալ, հնարավոր է չի ձեռք տալ, հետևորդներ ջան, ապա տեսեք ես որտեղ եմ կանգնած, մի հատ քարի վրա, այստեղ գնում է սենց խոտերի մեջ սենց ջուրը ու արդեն մտնում է լիճը, որ ուզենանը չեն կարող, բայց եսա են մի կողմից էլ կնկարահանեմ, տեսնեմ, թե այ մի հատ նայեք, այ հրաշք է, այ իրոք հրաշք է, հրաշք գեղեցկություն է, որ սրա մասին շատ քիչ մարդիկ գիտեն, շատ քչերը գիտեն, որը շատ ցավալի է, պետք է իմանանք, իսուրս նայեք, մի հատ ուրիշ ավելի երևի հետաքրքիր տեղը տեսել, ավելի խոշոր է, ավելի խոշոր ծաղկած են երևի, մոտենամ այնտեղ եւ հելի ձեզ ցուցադրեմ, մի հատ նայեք, հելի աշկս չեմ կարողանում կտրել այս գեղեցկությունից, նախանձելի գեղեցկություն, ոյ այստեղ ավելի խոշոր է հետևորդներ ջան, ավելի նայեք թփերը ինչ խոշոր է, Սա մոտենամ այստեղ եւ տեսեք հլը Ստի գնա հենայ նկարի Չեմ դեռ ուզում գնեմ ջուրը ես տեղերում վախենում եմ չէ տեսեք այ ծաղկած լա հլը նայի ծաղկել են ջրաշուշանները ծաղկած վիճակում արտակարգ է հիանալի տեսնում եք այն սպիտակ ծաղիկները դրանք բոլորը արդեն ծաղկում են, թփերը ինչ ձև են, այստեղ փարթամ խոշորացած, բլեն բուկետ այնտեղ ու խոշոր, այ հրաշք է, հրաշք, ոնց որ նայում եք լիճը ողողված լինի միայն ջրաշուշաններով, այն մեջտեղի հատվածն է միայն լճի, որ տեսեք ազատ է, ոչ մի բան չկա, դա էլ է նպաստում գեղեցկությանը, դու պատկերացնում եք վերևից նկարահանում լինի, ինչ հիանալի գեղեցկություն կլինի, մոտենամ են մի կողքը մոտենամ, տեսնեմ այնտեղ ինչ է, ուզում եմ մի քիչ տզել, որպեսզի ավելի պարզ երևա ու նոր մոտենամ Ատեղ ինչ է, ծաղկացներն ավելի շատ է, չէ? Բա, հլը են մի կողմը, հլը մի հատ նայեք հետևորդներ ջան, են մի կողքը, վայ, հրաշք, վերջներ, վերջը, ես սենց բան, ոնց են ջրի մեջ սենց աճում,
Ոնց են աճում։ Հələ մոտիկացնեմ։ Մի հատ էլ նայեք ծաղկած վիճակով ծաղիկները հələ մի ծաղիկն ինչքան է սիրուն, պարզ, Աստված իմ։ Հələ են մեջտեղի հատվածը ոնց է ծաղկե, այն ջրի բերանը հələ նայ։ Հենց ջրի բերանում, ես որ սենց տեսնում եք, հենց լճի ամբողջությամբ ծաղկած է, հետևորդներ ջան, ուղղակի տեղս հարմար չի, որ կարողանամ ձեզ շատ մոտիկից ցուցադրեմ, աշխատում եմ մոտիկացնել տեսախցիկը, որպեսզի ավելի պարզ տեսնեք, ավելի գեղեցիկ մատուցեմ ձեզ։ Ես հիացած եմ, չգիտեմ սա սենց նկարագրելով չի, սա պետք է այցելես, տեսնես, պտտվես 4 կողմը և հիանաս։ Եվ ինչու չէ, այստեղ բերում ես սիրուն, նստում ես, տեսեք թե ինչ դիմասն է, այսպես լավ կանաչ տարածություն է, ոչ մի խանգարող բան չկա, կարելի այսպես նստել և մոտ 2-3 ժամ հիանալ և չհոգնել։ Հավատացեք, սա դու չես կարող հոգնել նայելով այս գեղեցկությանը։ Վայ, այն կողմը մի հատ տեսեք, ես որ ցույց եմ տալի, ինչ խտությամբ է փակված լիճը, այսպես 4 կողմը ցույց եմ տալիս, 4 բոլորը, իսկ լճի գեղեցկությունը, մաքրությունը գույնից երևում է, չէ, հետևորդներ ջան, թե ինչ պարզ, փայլուն, սիրուն ջուր է։ Երևի ես ջրաշուշանների պատճառով է, որ ջուրը այսպիսի հրաշք տեսք ունի, փայլուն կա ջուր, չէ, որ սենց խամրածա, նայում ես լիճա, ինչ որ սենց մեռյալ վիճակա, բայց այս դեպքում ուղղակի հրաշք է։ Եվ սա գտնվում է Ուրասար գյուղի մեջ, տեսեք, Ուրասար գյուղի մեջ է գտնվում, հետևորդներ ջան։ Հա, այն տեսակ է, որ կարող ես պտտվել լճի բոլոր ուղություններով և նկարել։ Կարող ես այսպես պտտվել, այս կողմով այսպես պտտվել, գնալ, այն մի կողքով նայել ու սենց մի հատ հիանալի տեսարան էր, որ ես տեսա ու դուրս անչափ եկավ, մանավանդ որ սենց հեռվից ես կանգնած նայում, ոնց որ սենց շրջանակի մեջ լինի լիճը և նայեք, այսպես ցույց տամ, ջրաշուշաններով շրջանակի մեջ է գտնվում լիճը և ծաղկած։ Շատ գեղեցիկ ծաղիկ ունի, սպիտակգույնի, սենց սուր ծաղիկներ են։ Հրաշք արժեր սրա համար գալ այսքան ճանապարհ կտրել, իրոք արժի։ Տեսեք էլի մարդիկ կան լիքը, մեքենաներ կա կանգնած, նկարում են, հիանում են գեղեցկությամբ, իրոք արժի հիանալ։ Հրաշք է, տեսնես ոնց են աճում, այս սերմը ոնց է ամեն անգամ սենց ջրի մեջ պահպանվում, հետո լինում։ Սա տենաս մինչև ինչքան ժամանակ է սենց մնում։ Ձմեռն էլ է, ծածկված կանաչ մնում։ Ձմեռը մնում է։ Կանաչ։ Պատկերացնում եք հետևորդներ ջան, ձմեռն էլ է այսպես կանաչ, ասում եմ մնում է, սառած վիճակով այսպես մնում է։ Իրոք սա գրքում գրելու էր։ Հա դե փակում է։ Չափը լճի փոքրացել է, նայ լիճը գտնվում է այս հատվածով, բայց արդեն փակվելով եկել է դառել է մի հատ փոքր շրջան։ Հա, այն հլեն կողմը, այն կողմը հլը նայի, սաղ այն կողմը ամբողջությամբ է փակված։ Ամբողջությամբ փակված է։ Վերջն էր։ Այսպես հիացած ես հետ եմ վերադառնում, հավատացեք, ում որ տեսնեմ, պետք է խորհուրդ տամ անպայման այցելել և գալ
տեսնել, ինչքան որ տեսնեք տեսախցիկից այն կողմ, ինչքան որ տեսնեք նկարահանված այն պատկերացումը, այն գեղեցկությունը չկա ինչ-որ որ դու տեսնում ես քո իրական աչքերով։ Հիմա որ գնամ իմ հարակ սննդի կետի աղջիկները բոլորը գիտեն, որ եկել եմ այստեղ նկարահանում անելու եւ անհամբերությամբ սպասելու եմ, որպեսզի տեսնեն նկարները, բայց հաստատ իրանց եմ հավատացնելու, որ պետք է հենց իրանք այցելեն ու տեսնեն ու հիանան։ Արտակարգեր, հետևորդներ ջան, ուրեմն մի այսպիսի բան, ովքեր որ ուզում են, որ ես տեղեր այցելեմ, նկարահանեմ եւ ցույց տամ իրանց, ապա կարող է գրել մեկնաբանություններում, թե ով որտեղ է ուզում, որ ես այցելեմ եւ մանրամասն նկարահանեմ եւ ցուցադրեմ, ապա ես մեծ սիրով կկատարեմ ձեր բոլորի խնդրանքները, քանի որ արդեն ամուսինս դզվել է, մեքենան կկարողանա վարել, ես տեղեր գնալու եւ նկարահանելու խնդիր չունեմ, այնպես որ գրեք մեկնաբանություններում, որտեղ ես հաջորդ անգամ այցելեմ, հաջորդ իմ այցը որտեղ լինի, եւ ես անպայման կկատարեմ ձեր բոլորի ցանկությունը։ Թեկուզ լորվա տարածքից դուրս, որտեղ որ լինի, ես անպայման խոստանում եմ, որ կկատարեմ բոլորի ցանկությունն էլ։ Տեսեք, այնտեղ ամուսնուսը մեքենայի մոտ արդեն մոտավորապես 3-4 ավտո եկավ եւ կանգնավ, որովհետեւ հնարավոր չէ գալ։ Հաստատ ամուսինս էլ բոլորին ասել է չգնաք, ձեր մեքենաները կջարդեք, հաստատ ինքը ունի նման բնավորություն եւ բոլորն էլ այնտեղ կանգնել են եւ երևի մտածում են ոնց գան ոտքով, ապա մեծ բան կկորցնեն, որ ոտքով չգան ու չտեսնեն այս հիանալի գեղեցկությունը։ Ես հիմա հեսա որ հասնեմ իրանց, անպայման խորհուրդ կտամ շրջանցել եւ անցնել դժվարությունը եւ գալ տենալ իրական հրաշքը։ Իրական հրաշք, դա վերջն էր։ Ես ու կիսուրս հիացած գնում ենք, պատկերասու չենք էլ հոգնել ճանապարհից, որովհետև շատ լավ էր, լավ բաներ տեսանք, արտակարգեր, ասում եմ չենք հոգնել, կիսուրս ընդեղուց ասում ես հոգնել եմ։ Այստեղ են ասել, դու քո տեղը խոսա, ես իմ տեղը պիտի խոսամ, ասա ես չեմ հոգնել, արևը ծակում է, չէ, եկա ոնց որ են ժողովուրդը, գալիս են։ Գան, որովհետև ինչը ջրի մեջ կլինի երկարությունները, վա էլի։ Ասում չեմ ժիրոն բերել է, ես տեսել եմ քանել, տեսեք, արդեն հեն մեքենաների մոտից մարդիկ արդեն ոտքով իջան եւ գալիս են։ Տես, բոլորն է խելացի մոտեցան, այո, պետք չէ վնասել մեքենան, քայլերը առողջարար է, քայլենք եւ ամեն ինչ լավ կլինի։ Կամերասը դզեմ եւ շարժվեմ առաջ։ Ես ինչ ճանապարհ էր, հա, ես մեր ճանապարհն է տանող։ Լավ, էլ գալիս են մանգալով, հավեսով, այո, իհարկե, ինչու չգան, ինչու չտեսնեն։ Այս ամառն է կպրծնի, այս եղանակն է կավարտվի, ինչքան հնարավոր է պետք է գալ, օգտվել, տեսնել։ Տեսեք երեխաներն է վազքով մեծ սիրով գնում են, բայց հաստատ պետք է երեխաներին հետ պահել, որովհետև այնտեղ նես տեղեր կար, որ հաստատ վտանգավոր է, քարերի վրա սոտ տալ կա, պետք է զգուշություն պահպանել։ Տեսնում եք, ռուսերեն են խոսում, եկել են Ռուսաստանից հիանալու մեր ջրաշուշաններով
Իսկ մեր հայ ազգը անգամ տեղը չգիտի։ Վայ, հրաշքեր է։ Հետևորդներ ջան, արդեն հասանք մեր ծանոթների տուն, որ ասեցի չէ, գնանք մի հատ սուրճ խմենք ու հետո նոր տուն կգնանք, արդեն գտնվում ենք իրանց տան բակում, տանն են բոլորն էլ, երեխաներն է, մեծերն է, այնպես որ դուրս գնանք, տեսեք թե ինձ սիրուն ծաղիկներ կան այստեղ, ոյ Ելենայի, բակում ինձ սիրուն ծաղիկներ են, սա երևի կալան է, հլը թփերի լայնությունը մի հատ նայեք, ինչ լավ սիրուն է, շատ, չէ մամեն ծաղիկ արհեստական է, թե բնական է դրած այնտեղ ծաղկած, չէ, ոնց որ արհեստական էր, տեսեք թե ինձ սիրուն ծաղիկներ ունեն, ես էլ այսպես եկել ենք գյուղ, թե գյուղում բնականաբար տրակտոր, անասուններ, հող, աղունակները տեսեք ինչ լավ, սիրուն աղունակներ կան։ 16-9 Դե բնականաբար է գյուղում պետք է լինի այսպես մի քանի հատ տրակտորներ, որովհետև բոլորը իրենց գործերը անում են տրակտորներով, տեսակ թե ինչ ճանապարհներ էր, ինչ տեղեր էր, հնարավոր չի առանց դրա։ Ես էլ սիրուն իրանց հողամասն է, աղունակ, մի վաղ տղաս աղունակներ շատ էր սիրում և աղունակ էր պահում, բայց պատկերացրեք այն աստիճանի եմ ջղայնացել, որ էլ չթողեցինք, որովհետև շատ էր ներվայնանում աղունակներից, թռցնում էր աղունակները գնում կամ չէին գալի կամ բան և ամբողջ օրը ստրես էր, դրա համար էլ չպահեցինք, թե չէ լավ բան է աղունակը։ Են էլ մեր աղջիկն է պուճուր, Արփի թայա, գիտես, Ագապի աղջկա, իրար հետ են ծնվել, լից լավ աղջիկա, սիրուն, ասկերը կապուտ, հավեսով, տեսեք հետևորդներ ջան, ձեզ բարևում է մեր սիրուն աղջիկը, են էլ իր ապերն է, պաղկովել է, հիմա մեր Արփին ձեր համար սիրուն ասմունք կասի, դյաս Արփի ջան։ Սկզբում է սատիկը, փուշեր մտե մատիկը, հախին ցանի բոր ցանի, մատի փուշե ոնց ցանի, վազես գնաս տաթիմը, տատե եկավ ծելիվը, գթինդերը ծաղրաստես, շիտես մատում գուտնաց, իշները սպրցելի, տաբում էդիկ բստել։ Ապրի Արփին, ապրի, տենում եք ինչ լավ ասմունք ես մեր Արփին, իրա նման սիրուն։ Տապիկ ծիրանիկ, ունեն տատիկ ու բաբիկ, տատես ճաշը պալասնում, պապես փայտ է կոտարու, իշկս ստեղծալի տակ, նեկարում եմ նապաստակ։ Ապրես, դե դու լասա դու քանի տարեկան ես, որ իմանան դու քանի տարեկան ես ու ինչ լավ ասմունքներ գիտես։ 3 տարեկան է մեր Արփին, տեսնում եք ինչ խելացի երեխա է։ Հաշվում, դե հաշվի։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, Ոչինչ, կարևորը ցանկությունն է ասելու։ Ապրի Արփին, ապրի։ Դու կարող ես երգես էլ Արփի, հա? Երգել գիտես? Չէ՞։ Չէ։ Չուզե, հետևորդներ ջան, մենակ ասմունքում էր, երգել չուզեց մեր Արփին։ Հալմացած նայում։ Ինքը բարևել է արդեն, բոլոր հետևորդներին, բոլորին բարևել է, լավ աղջիկ է։ Նորից է բարևում։ Հետևորդներ ջան, հիմա էլ եկել եմ Հայաթը նկարելու, մի հատ տեսեք թե ինչ լավ
շատ լավ հայատունի ու ելակներ։ Հենց հիմա էլ նայեք ելակը, խնդրեմ, աման էս ինչ լավ ելակներ է հավեսին, շատ լավ է։ Հա, եսա գնամ մի հատ ընդեղուցեն մի ելակ աշկը սնգելա ուտենք, տեսեք, արտակարգ անմահական ելակներ։ Համը բիշքանա լավ է։ Շատ համով համա։ Դե պարզա, որովհետև բնական ուրիշ ոչ մի հավելում չի եղել, դրա համար է պիտի համով լինի։ Տեսեք, համով լավը։ Դեր կիսուրս էլ արդեն, ուտում ելակը։ Մի հատ տեսեք, թե ինչ լավ կաղամբներ կա։ Արդեն կաղամբը սկսում է թփերը փաթաթել։ Էստեղ արդեն ավելի շատ է, այսպես նայեք, փաթաթված, բիբարնասամիտ, կարմիր բազուկ, ամեն ինչ տեղը տեղին, ինչ լավ հողամաս է, վարունգն է հետաքրքիր ձևով արածը, լոլիկ, տեսեք ինչ լավ լոլիկներն է բռնելա, բայց մեր լոլիկներին տոթը տալիս է, հետ լավ չի լինում, այս էլ բիբարներն է, տեղը տեղին այսպես բռնած հետևորդներ ջան, տեսեք գնահատեք իմ հայատնա լավը, թե Անուշ Ճոտյայի հայաթը։ Ահա, ծիծակները, տեսեք ինչ լավ ծիծակներ է, հավեսին, տեղը տեղին։ Էս էլ կծու բիբարն է, այն ծիծակա, չէ, էսի կծու բիբարա։ Էս կոտոշն է։ Կոտոշն է, կոտոշ բիբարն է կծու։ Էս շատ լավ սորտ է։ Շատ լավ սորտ է այս բանը։ Ծիծակը կարաս բիբարը սրանից կարաս սեն վերցնես։ Էս էլ մոտենանք վարունգին։ Տեսնենք, լավ է էլ ես վարունգը, որ սենց հավեսին կապած է, կարում ես մեջով մտնես։ Հեշտ հավաքես։ Սոխը, տեսեք ինչ սոխ հանեց։ Անուշ Ճոտյան տենանք հլը։ Օ, հա, անտիր։ Տես ինչ գլուխներ ա բռնե։ Հա, բա ինչ կանի։ Պամիդորը կհասցնի, լես բիբարը տեսեք, բազմազավակ է։ Էս բիբարը բազմազավակ է, հետևորդներ ջան, տեսեք վրեն ինչքան կա։ Նպաստ պիտի տան։ Պամիդորը կարմրել է արդեն, թե չէ, հա, պոկե գցել է։ Արդեն ընդեղ գույնը փոխել է պամիդորի, տես։ Հա, բայց բանը կաղամբն է շատ մեծ է թփերը, ինչքան բան է։ Հա, ես էլ վարունգը կիսատ մնաց, բայց մեր նույն ոնց որ վարունգից լնի։ Հա։ Մերի նման է, չէ։ Լավն է, ես էլ է լավ սորտի։ Լավն է։ Պոպոկը հլը, լավ էլ բռնել է պոպոկը, խոշոր։ Բա լոբի չունես։ Մերիտ չի։ Հա։ Լավ է։ Այո, եթե հող ունես, ուրեմն պետք է ամեն ինչ ունենաս, ամեն ինչ։ Բայց ես լոբին բան արա, վայրոնկա սորտը ցանի, շատ լավն է, ես քեզ սերմ կտամ։ Ես ուրիշ տեսակի սորտ է հետևորդներ ջան, բայց ես ցանում եմ միայն վայրոնկան, որովհետև շատ լավ արտակարգ սորտ է։ Ելակները ամեն ինչ արժեր, ամեն ինչ։ Էդ ինչն է։ Պետրուշկա։ Հա, խուճուճ պետրուշկեն է, հա։ Սրանից ես էլ եմ ունեցել, տեսեք հետևորդներ ջան, խուճուճ պետրուշկա։ Փայլուն, սիրուն, լավը։ Ես խուճուճ պետրուշկեն։
Ամեն ինչն է շատ լավ է։ Սաղ էլ խնամք ա ուզում, աշխատանք ա ուզում։ Հենց ոչինչ չի լինում։ Դե թող ասենք հող ա, հողում ամեն ինչ կլինի, թողենք, ոչ։ Եթե հողում խնամված չմշակես, չանես, ապա արդյունքը բնականաբար չստանա երբեք։ Դրա համար կեցցե մեր ժողովրդին, կեցցե աշխատող ժողովրդին։ Ես շատ սիրում եմ աշխատող մարդու, որ կարողանում է ամեն ինչից էլ արարել, ստեղծել, որ ամեն ինչ էլ ունենա։ Այնա թթվի մար եմ ուզում։ Շատ լավ է։ Փառք Տիրոջը, թող բոլորը լինեն առողջ, աշխատեն, ստեղծեն, ունենան։ Ես մեր վարուն գսող չի։ Որը։ Իրան, հերսանցը։ Մերս հա։ Չէ, մերը մուկկանոչ։ Կապ չունի, ես թողելա մեծացել է, դրա համար ես գույնն ա եղել։ Էլի նայեմ եմ, չէ, մերից չի։ Մերը բաբշե մուկ կանաչ։ Ես մի կծեմ։ Այդ մուկ կանաչ ես չեմ սիրում։ Փշոտ։ Մերը շատ փշոտ։ Նազրվանը չի, չէ, փշոտ են, փուշ վարունգն է, նազրվանը չի, չէ։ Այդ ինչ։ Վարունգ եմ էջ։ Փունջա, ծաղկե բուկետնա կիսուրիս։ Տոհել է։ Մանե կրվեց լվանա։ Հողամասը նկարեցինք, հիացանք։ Հիմա էլ դուրս եկանք, արդեն հեսա կամանց պատրաստվենք, որ գնանք դեպի Ստեփանավան։ Էնտես հանի։ Չէ, այդ նույնը դուս եկի։ Էդի նոր իմ ցանի դուս եկի, համի նոր։ Լավներ, այն կողմը տենամ ինչեր ունեն։ Այն կողմը նստելու ճոճարանա, հավեսին նստենք, ճոճորվենք, գնամ մի քիչ նստեմ, մանկությունս հիշեմ։ Դրսի կուխնյա, բացօթյա։ Շատ լավ է գյուղում կյանքը։ Ես սիրում եմ գյուղի կյանքը, հետևորդներ ջան։ Ինչքան էլ դժվար լինի, հոյ, տեսեք, հավեսա։ Ճոճորվենք։ Շատ լավ, հավեսին սարկածը, մի քիչ կամ ես կոմ հանկարծ չընկնեմ, տեղն է հարմար շատ, հովա, սիրուն, ծառերի մեջ է, տանձ և խնձոր է ծառերը, այսպես է սիրուն, կապած, սարկած, ու ես այսպես ճոճորվում եմ, հետևորդներ ջան, այսօր օրս անցավ շատ լավ, շատ հետաքրքիր, շատ ուրախ, նամանավանդ այն, որ տեսա ջրաշուշանները, դա իմ համար ամեն ինչ էր, հետևորդներ ջան, ամեն ինչ, տեսնել նման գեղեցկություն, գալ այսպես լավ մարդկանց տուն, սուրճ վայելել, հանգիստ այսպես նստել և ճոճորվել, հավատացեք, այսօր օրս շատ լիարժեք անցավ, պետք չի ես իմիշ ճոխություններ, կարևորը, որ մարդու կյանքը թեք ուզեն մի թեթև, չնչին բանից էլ լավ անցնում, ուրախ անցնում, շատ ուրախ եմ և գոհ եմ, հիմա այսպես ճոճորվում և աշկս ինչին ընկավ, պատկերացրեք ծտի բույնել են սարքել և դրել ծառի վրա, որ ծիտը գա և բույն ունենա, հեսա տեսեք ծառի վրա այսպես, սիրուն կարմիր գույնի է ներկել են, որ գա ծիտնել մտնի մեջը, հիանալի է, շատ լավներ, կույբիշևը, էլի կգամ հաճախ, շատ լավ էր, օրը, մտնոլորտը, ամեն ինչը, հետևորդներ ջան։